Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա ճանապարհը դեպի Սյունիքի մարզ ձգվեց, գյուղ Վաղատի։ Հյուրը գրող, գրականագետ Գրիգն է։ Գրիգ, գրող, գրականագետ։ Ծնվել է 1991 թվականին Երևանում։ 2009 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ։ 2013-ից 2015 թվականներին սովորել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում համաշխարհային գրականություն և գրականության տեսություն մագիստրոսական ծրագրով։ Այժմ նույն ֆակուլտետի ասպիրանտ է։ ԱՄՆ-ի Այովայի համալսարանի գրողների միջազգային ծրագրի 2025 թվականի շրջանավարտ է։ 2022 թվականից դասավանդում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, իսկ 2024-ից նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում։ 2016 թվականից Հայաստանի գրողների միության, իսկ 2021-ից Փեն միջազգային կենտրոնի անդամ է։ 2015 թվականին լույս է տեսել Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն, որը մինչ օրս հայ ժամանակակից գրականության բեսթսելլերներից է և թարգմանվել է 9 լեզուներով։ Գրիգի ստեղծագործությունները արժանացել են հայաստանյան և միջազգային բազմաթիվ մրցանակների, թարգմանվել տասնյակ լեզուներով։ 2021 թվականին «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունը ընդգրկվել է գերմանական Hot List մրցույթի տարվա լավագույն 10 գրքերի շարքում, իսկ ընթերցողների քվեարկության արդյունքում ճանաչվել լավագույնը։ 2022 թվականին Գերմանիայի Քոբուրգ քաղաքի Էհրենբուրգ ամրոցում Գրիգը հանդիսավոր կերպով պարգևատրվել է Ֆրիդրիխ Ռյուգերտի անվան հեղինակավոր մրցանակով։ 2016 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի։ 2024 թվականին լույս է տեսել Գրիգի «Ֆրիդենսդորֆ. քառօրյա և 44-օրյա պատերազմների մասին պատմող» վեպը, որն արդեն թարգմանվել է անգլերենով։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ այստեղ եք, սիրելի աշակերտներ և հարգելի ուսուցիչներ։ Հիմա մի փոքր հասկանանք այսօր ինչ ենք անելու, որովհետև ես իմ գլխավոր նպատակն է այսօր ձեզ փոխանցել որոշակի հմտություններ, որոնք ձեզ կարող են օգտակար լինել հետագա ձեր գործունեության ընթացքում, ինչով էլ զբաղվեք, հատկապես եթե սիրում եք տեքստեր ստեղծել, եթե նույնիսկ տեքստեր չեք սիրում ստեղծել, բայց միևնույն է մեկ-մեկ լինում է, չէ, որ մեր մտքում ինչ-որ մի բան մենք ունենք, ուզում ենք ասել, բայց բառերը չենք գտնում։ Հիմա ոնց հասկանանք այդ ամեն ինչը ամենաարագ և կարճ ու գեղեցիկ ձևով։ Ուրեմն ինչեր ենք անելու։ Առաջինը, եկեք մի քիչ այսպես իմացեք, որ ակտիվ ենք լինելու։ Ես ասենք մեկ-մեկ ձեզ հարցեր եմ տալու, դուք տենց մտնելով ինչ գալիս է փորձեք պատասխանել։ Լավ։ Առաջինը այսպեսի մի հարց, սիրելի ընկերներ։ Օրվա ընթացքում գրեթե բոլոր երկրներում աշխարհի, որտեղ ապրում են մարդիկ, ձեր պատկերացմամբ որ բառն է, որ ամենաշատն ենք օգտագործում։ Բարևը շատ է, բայց այս իմ ասածը ավելի շատ է։ Հələ։ Ինչ կա չկա։ Ասում ենք, ուրիշ։ Ինչ կասեք։ Okay-ն էլ այդպես բավականին շատ է, բայց այս մեկը մի տեսակ շատ ենք օգտագործում, համ էլ չենք նկատում, որ շատ ենք օգտագործում իրեն։ Ես կարող եմ ասել Հայաստանի վերաբերյալ բան, հա, բանը հաստատ շատերից է, բայց այս մենակ Հայաստանում չի։ Ես, այո, որովհետև մենք շատ ենք կպած, այսպես, մեր մարմնին, մեր էգոյին։ Գրականությունը շատ դեպքերում ուրիշի մասին է։
եւ դու պիտի ապրումակցես այդ ուրիշին։ Այ մեզ առաջին գիրքը, որ այսպեսի տարօրինակ վերնագիր ունի Հիսուսի կատուն, այս մի քիչ տարօրինակ վերնագրի ներքո իրականում մի պատմություն է, որի մասին ես կուզեմ հիմա խոսել։ Դա դպրոցական ծաղրի կամ school bullying-ի մասին է, որը, չգիտեմ, ես մեծ հույս ունեմ, որ հիմա չկա, որտեղ իմ մանկության շրջանում այդ ամենը կար, եւ ես հասկանում էի, թե ինչքան բարդ է, երբ ինչ-որ մեկը ինչ-որ մի բանով տարբերվում է։ Չգիտեմ, մեկը մի քիչ բարձրահասակ է, սկսում էին ծաղրել, մեկը մի քիչ ցածրահասակ էր, սկսում էին ծաղրել։ Ամեն ինչը որ կարող էր տարբերվել, ծաղրի առարկա էր դառնում։ Սա հետագայում մեծ հետք է թողնում, մարդը մեծանում է, բայց այդ մեղքի զգացողությունը, եթե դու ես նեղացրել, շարունակում է քեզ հետ ապրել։ Եթե քեզ են նեղացրել, միշտ ինչ-որ մի բան այսպես մեջդ մնում է։ Դրա համար շատ կարևոր է, եթե դուք բախվել եք այդպիսի բանի, անպայման բարձրաձայնեք, տեղյակ պահեք ձեր ուսուցիչներին, ծնողներին, որովհետև այս ժամանակը, որ դուք հիմա ունեք դպրոցում, ամենալավ ժամանակն է նոր բաներ սովորելու, հավաքելու, այսինքն սպունգի նման ջուրը ոնց է, չէ՞, սպունգը սենց քաշում։ Այդտեղ դուք պիտի գիտելիքը վերցնեք ու դուք պիտի ժամանակ չունենաք մեկը մեկին նեղացրեց, այն մեկի մազը չգիտեմ ծուռ էր, այն մեկինը շատ ուղեղ էր, այն մեկինը չգիտեմ ինչ էր։ Շատ կարևոր ժամանակ է, որ մենք չծախսենք ուրիշ բաների վրա։ Ու նաև ոնց հասկանանք, ի վերջո կողքից նայել պիտի սովորենք մեզ, չէ՞։ Գրականության մեջ կա պատմողի դիտակետ։ Նախ մի հատ ուրիշ հարց ձեզ տամ։ Հեղինակ եւ պատմող։ Ոնց եք կարծում, սրանց տարբերությունները ո՞րն են։ Այս մեր դպրոցներում հայաստանյան չեն անցնում, բայց կարող է անցել եք դուք, չգիտեմ, ես վստահ չեմ, բայց եկեք իրար հետ տրամաբանենք։ Հեղինակ ով է։ Երբ եք ասում հեղինակ։ Գրող, չէ՞, գրողը հեղինակն է, բայց պատմողն ով է։ Շատ ճիշտ եք, բայց ես որպես հեղինակ ունեմ իմ տարիքը հստակ, ունեմ իմ սեռը հստակ։ Որպես պատմող ես կարող եմ լինել ամեն ինչ։ Կարող եմ ես կատվի անունից պատմել։ Օրինակ գիրքը բացում եք, ասում եմ անունս Բոբիկ է, ես տենց երևանյան կատու եմ, Անտուն եմ ցավոք սրտի, ոչ մեկ չի ուզում ինձ որդեգրել, դուք ես տենց բացում կարդում ծիծաղում եք, թե բայց հորկում, այսինքն որպես այո, որպես պատմող ես կարող եմ լինել ինչ ցանկանամ։ Շատ դեպքերում բարդ է քո մասին պատմելը, որովհետև երբ դու առաջին դեմքով ինչ-որ բան ես պատմում, ընթերցողը կարծում է, թե հենց իրոք քեզ հետ պատահած դեպք է, եւ եթե իրոք քեզ հետ պատահած դեպքի մասին ես պատմում, հատկապես եթե այնտեղ ողբերգության տար կա, պրոբլեմ կա, դու չես ուզենում շատ դեպքերում, որ մարդիկ իմանան, որ այս պրոբլեմը քեզ հետ է եղել։ Դրա համար լավագույն ձևը փոխել դիտանկյունը։ Օրինակ, երրորդ դեմքով սկսել պատմել, քեզնից մի քիչ հեռացնել, կերպար ստեղծել։ Օրինակ, ես համալսարանում ինչ էի անում, մեկ-մեկ լինում էր, ինչ-որ կանգնում էի, հարցեր էի տալի դասախոսից, դասախոսն ասում էր, ապուշ բաներ ես ասում, այդպես բաներ չկա, հետո հասկացա, որ գուցե պրոբլեմը ոչ թե այն է, ինչ ես ասում եմ, այլ իմ անձը, որտեվ ես պես առաջին կուրսի ուսանող դասախոսել հսկա մի հատ դասախոս, հորինեցի մի հատ անուն ազգանում, որի ինքն Օքսֆորդի համալսարանի դասախոս, ասում էի, երեք կարդացել եմ Օքսֆորդի համալսարանի դասախոսի, այս ինչ խոսք է, ու իմ խոսքն էի ասում։ Դասախոսը սկսում էր լուրջ վերաբերվեր։ Ասում էր, բայց հա հետաքրքիր է, կարող ենք քննարկել այդ հարցը։ Մեկ-մեկ ուրիշին ստեղծելը օգնում է, որ քո հարցը, քո խնդրեմը բարձրաձայնես։ Ավելին ասեմ, մեկ-մեկ երբ որ դու ինքդ քո մասին դժվար է քո խնդրեմի մասին խոսել։ Եկեք մի հատ փոքր փորձ անենք։ Օրինակ, ես ինչ կարող եմ ասել իմ կոշիկների մասին։ Այս խաղը կոչվում է խոսող կոշիկներ։ Լավ կոշիկներ են, մեկ շաբաթ առաջ եմ Ամերիկայից վերադարձել, այնտեղ International Writing Program-ին էի մասնակցում, հանրահռչակ գրողների ծրագիր է, ու այդ ամբողջ ընթացքում այս կոշիկներս ինձ հետ են եղել, երբեք չեն ճղվել, ինձ ճանապարհի կեսին չեն թողել, մի խոսքով ես գոհ եմ իրենցից։ Հիմա, օրինակ ինչ կասես դու քո կոշիկների մասին։ Ինչ մտքով տաս լավն են։ Երկար ժամանակ եմ օգտագործում արդեն, որակով է։ Որակով են։ Ով կուզենա մի բան ասի իր կոշիկների մասին։ Օրինակ կուզենաս։ Ասա, հələ երկու բառ։ Այս լավ խաղ է։ Սովորական կոշիկներ են։ Շատ լավ։ Всё, այդքանը։ Շատ լավ։ Մեկ էլ արի խնդրում եմ դու ասա քո կոշիկների մասին։ Ես գոհ եմ որակից։ Դու գոհ ես որակից։ Ապրես։ Հիմա նայեք ինչա տեղի ունեցել մեր հետ։ Հրաշքա տեղի ունեցել։ Առավոտյան արթնացել ենք, ու մեր կոշիկները լեզու են առել։
խոսել գիտեն։ Հիմա ինչ կասեն իմ կոշիկների իմ մասին։ Կասեն դե մաքրի էլի, զզվցրիր, թողիր։ Սա որը իրար հետ ենք, դու միշտ ինձ ես հագնում ու անդադ մոռանում ես մաքրել։ Հիմա այս միկրոֆոնից քո կոշիկները քո մասին ինչ կասեն։ Խնդրեմ։ Ահա, կանգնում ես։ Հերիք չի օգտագործես։ Հերիք չի օգտագործես, ահա, փոխանցում ես, քոնը, կանգնի սիրուն որ նկարել, ահա։ Դիրմիկո։ Դիրմիկո, օքեյ, եւ քոնը կարաս պատկերացնես, այդպես պատկերացա առավոտյան զարթնել ես, կոշիկները ցած նստած են, զարթնեցիր, նա ցած դեմքով։ Ու ինչ են ասում։ Արդեն նոր կոշիկ գնելու ժամանակ։ Ժամանակն է, ահա, ապրեք։ Ուրեմն շատ դեպքերում այս խաղը հիմնականում որ խաղում ենք, երեխեքն են ոգևորվում։ Պարզվում է, որ մի քիչ ոնց որ թե այդքան լավ չենք նայում մեր կոշիկներին, մի քիչ ոնց որ թե ուշադիր չենք իրենց մաքրելու գործում, բայց երբ որ հենց սկզբից ձեզ ասում եմ, օրինակ պատմիր քո մասին, ոչ մեկ չի ասում, դե գիտեք, ես ոնց որ կոշիկներս այդքան չեմ մաքրում, մի քիչ ընդհանուր այդ հարցերով լավ չեմ։ Ու սենց, բայց այսպիսի նման դիտանկյուններ փոխելը թույլ է տալիս ոնց որ հեռանա։ Կոշիկն է խոսում մեր մասին։ Հեշտ է լինում ասելը, որ իրան այդքան լավ չենք խնամում։ Բայց առաջին դեմքով մի քիչ դժվար է էլի ասելը, դե կոշիկներս չեմ մաքրում, չգիտեմ ինչ եմ անում։ Համաձայնեք, որ տենց թեթև ինչ որ տենց բան կա։ Ահա։ Այստեղ մի հատ էլ հետաքրքիր բան ունենք։ Երրորդ դեմքը, դե գիտենք, առաջին դեմքը եսն է, երկրորդ դեմքը դուն է, երրորդ դեմքը նան է։ Օրինակ, եթե առաջին դեմքով տեքստ եք կարդում, ձեր պատկերացնում, նայեք, սխալ ճիշտ չկա, հանգիստ մտներով այդ ինչ անցնում, ասեք, ինչ առավելություն կունենա այդ տեքստը։ Բացել եք գիրքը, հեղինակն ասում է, ես առավոտյան արթնացա, տանից դուրս եկա, պիտի հանդիպեի իմ կյանքի միակ սիրուն, չգիտեմ ում, ինչ առավելություն ունի այս տեքստը։ Ճշմարտացի է թվում, որտեղ առաջին դեմքով է պատմում, ուրիշի ձայնի չենք լսում։ Մի ձայն գիտենք, եթե ասեց աշխարհի ամենախելացի մարդն եմ, հավատում ենք։ Ինչ իմանանք, որտեղ ահա, ուրիշ ինչ կասեք։ Այո։ Շատ լավ ասեցիր, այդ ավելի լավ պատկերացնելը կարող է մի քիչ բացես։ Այդ ոնց է ստացվում, որ ավելի լավ ենք պատկերացնում։ Մենք ավելի լավ ենք պատկերացնում թե ինչպես է նկարագրում հեղինակը, քանի որ առաջի դեմքն է, եւ մենք ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է այդ իրադարձությունը, որտեղ, երբ է իրականացել։ Լավ, իսկ ոնց ես կարծում, կարող է երբ առաջին դեմքով տեքստ ենք կարդում, մեզ թվում է թե մեր հետ է տեղի ունենում այդ ամենը։ Օրինակ, իմ հետ այդպես դեպքեր շատ են եղել, քանի որ ես քիչ եմ ընթերցում, բայց այդպիսի դեպքեր շատ են հանդիպում։ Որ կարդացես քեզ քո հետ է լինում, չէ՞, օրինակ ասում եմ առավոտյան արթնացա, քեզ թվում է դե ես էլ արթնացա։ Ասում եմ պիտի գնամ ֆուտբոլ խաղալու, թվում է ես էլ եմ հեսա գնում ֆուտբոլ խաղ։ Ուրեմն ապրես, շատ լավ էր։ Ուրեմն ընկերներ, առաջին դեմքը մեզ տալիս է շատ արագ նույնականացում։ Բայց ինչպես շատ ճիշտ նշեցիք, խնդրեմ էլ ունենք նաև, որովհետև շատ սուբյեկտիվ կարծիք է։ Մեկի աչքերով է ցույց տալիս ամբողջ աշխարհը։ Երկրորդ դեմքը արցակի մեջ էլի կհանդիպեք, օրինակ շատ հաճախ մեկի գիրքը բացում ես, հեղինակն ասում ես. «Դու, սիրելի ընթերցող, հիմա պատրաստվում ես կարդալ մի գիրք, ու սենց ինչ որ մի բան»։ Եվ եկանք երրորդ դեմքին։ Մեր երրորդ դեմքը, էլի չգիտեմ, եթե այս ամեն ինչն անցում եք, շատ ավելի լավ, եթե չէ նոր ինֆորմացիա կլինի, որ դուք հիմա կիմանաք ու հետո կկարողանաք օգտագործել այն տեքստերում էսսեներ, շարադրություններ, որոնք գրում եք։ Ուրեմն ունենք երկու տիպի երրորդ դեմք։ Ամենագետ պատմող եւ սահմանափակ պատմող։ Ամենագետ պատմողը գիտի ամեն ինչ իր հերոսների մասին։ Նույնիսկ այն ինչ իր հերոսները չգիտեն, ինքը գիտի։ Օրինակ, ասում է Անահիտը առավոտյան արթնացավ եւ չէր էլ պատկերացնում, որ այդ օրը հանդիպելու է իր կյանքի միակ սիրուն Արամին։ Անահիտը հələ խաբար չի։ Ուղղակի քնից զարթնել է մեր խեղճ Անահիտը։ Ահա։ Բայց պատմողը արդեն գիտի, որ հեսա հանդիպելու են, սիրահարվելու են եւ այլն։ Այս ամենագետ պատմողն է, կամ իրեն ասում են նաև Աստծո աչք, ինքը գիտի բոլոր հերոսների մտքերը, թանկուն ցանկությունները, վախերը եւ այլն եւ այլն։ Եվ կա սահմանափակ պատմող։ Տրամաբանորեն այս սահմանափակը որը կլինի։ Սահմանափակը գիտի ավելի քիչ, քան իր հերոսները կամ այնքան ինչքան իր հերոսները։ Օրինակ ասում Անահիտը արթնացավ, լաց էր լինում, տեսնես ինչ էր պատահել։ Շատ գիտի ինչա պատահել, որ ասում է ոչ ես գիտեմ, ոչ դու գիտես։ Հիմա մի հատ հարց եմ գալիս տալու ձեզ։ Ուրեմն սահմանափակ պատմողին դուք հանդիպում եք մի հատ ժանրում, որը վստահ եմ դուք շատ եք սիրում, գրական այդ ժանրը։ Նույնիսկ եթե գրքեր այդքան էլ չեք սիրում կարդալ, բայց այդ ժամանակավորը մեկը մի օր կարդալու եք շատ։
հաստատ այդ ժանրի ֆիլմեր եք սիրում նայել։ Որ ժանրում է, որ սահմանափակը պիտի լինի, ապրեք, դետեկտիվը։ Դե չէ պատկերացնում եք դետեկտիվը սկսվեր սենց, տատիկը, որ անկողնային է, իրականում նա է մարդասպանը։ Դուք ասեք ձեռք ես առնում, պետք է ամբողջը կարդայի, վերջում զարմանայի, որ ոնց կարող անկողնային հիվանդ տատիկը պարզվեր մարդասպան էր, չէ՞։ Ահա։ Ուրեմն, տեսեք, իր կանոններն ունի ամեն ինչ։ Եթե դուք որոշեք մի օր դետեկտիվ գրել, իսկ հիմա այդ ժանրը շատ հայտնի է, չգիտեմ, նույնիսկ եթե մի օր մտնելով տանցնի տենց բեսթսելլեր գրեք ու փող աշխատեք, շատ կանոններ կան որոշակի։ Մեկ-մեկ լինում է մենք այսպես ենթագիտակցորեն գրում ենք ու լավ է ստացվում, բայց գիտություն է նաև այս ամենը, օրինակ ինչպես կարող ենք ինչ-որ մի բան ստեղծել, որ աշխատի, պատմողներին, եթե գիտես գործդ ավելի է հեշտանում, եթե սկսում ես լսել ուսուցիչները ինչ են ասում, ավելի է հեշտանում, հետո գրականագիտական գրքեր ես կարդում, էլ ավելի է հեշտանում, այսինքն գիտելիքը մի նպատակ ունի, հեշտացնել ձեր կյանքը։ Հիմա ուզում եմ մի հատ էլ խաղ խաղանք իրար հետ։ Ուրեմն այս խաղը ցույց է տալու, ոնց կարող ենք ստեղծել հերոս։ Բայց մինչև այդ պիտի մի հատ հասկանանք, հերոսն ով է։ Օրինակ, հերոսը Սիրուն է, թե չէ։ Կամ լավ, եկեք ավելի լավ հարցից սկսենք։ Սիրունը որն է, նայեք, սաղը գիտեք Սիրունը որն է։ Չէ, բայց հենց եկեք ինձ ասեք, Սիրունը որն է։ Դե հոմանիշն ես ասում, լավ, ոնց հասկանանք։ Օրինակ լավ, եկեք հարցեր տալով կամ։ Օգտակարն է Սիրուն, թե կարա Սիրունը նաև օգտակար չլինի։ Այ, օրինակ հին հույները կարծում էին, որ Սիրունը պիտի օգտակար լինի, շատ հին հույները, հերթով գալ, ու մտածում էին, որ մեծ քիթը Սիրուն է, որովհետև լավ է օդ քաշում։ Հետևաբար օգտակար է։ Ոնց որ թե համաձայն չեք, հա դրա հետ։ Լավ։ Ասում էին, հետո մի քիչ ավելի էլի հին հույներին։ Ասում էին, որ Սիրունը համաչափն է։ Համաձայն եք։ Ահա, օրինակ հիմա ձեզ համար փիղն է ավելի Սիրուն, թե սարդը։ Ահա, ոնց որ փիղը բայց համաչափ չի, սարդը ավելի համաչափ է, բայց ոնց եղավ։ Կամ հələ այսօր գնացեք տուն, մի հատ հայլի վերցրեք, ասես դրեք ձեր դեմքին, երկու կողմերը լրիվ հավասարացեք, տեսեք ավելի Սիրուն եք դառնում, թե չէ։ Այնտեղ շատ լավ ուսուցիչը նշեց, արտաքնի դեպքում, այո, սա աշխատում է, բայց ոնց որ մարդը այդքան պարզ արարած չի, որ մենակ արտաքինով։ Իհարկե հա կան մարդիկ, որ մենակ արտաքինով են, բայց տենց կողմնորոշում, բայց դու մենք տենց այդքան պարզ չենք, չէ՞ որ մենակ արտաքինով ասենք, վсё, Սիրունա վերջ։ Եվ ինչպես այդ էլ եք շատ լավ ասում, եկեք էդ էլ կանտին հիշենք։ Այս մեր 19-րդ դարում էլ այդպիսի մի հատ մտածող կա, դուք այս անունները կարող եք չհիշել, հետո կմեծանաք սաղին կիմանաք։ Այս կանտն էլ ասում էր, երբ որ դու Սիրունն ես տեսնում, մի ցանկություն ա քո մոտ լինում։ Օրինակ մի հատ որ փայլուն Սիրուն բան եք տեսել, ինչ եք ուզում անել։ Ապրես։ Տեսա դու հենց նոր կանտի խոսքն ասեցիր, այսպես վերևից կանտի հոգին իջավ, ասեն, ահա։ Երբ որ Սիրուն ինչ որ բան ես տեսնում, ուզում ես որ քոնը լինի։ Այսի հետաքրքիր զգացողություն է։ Ուրեմն մեր հերոսներն էլ ունեն լավ հատկություններ, որոնք մենք երազում ենք, որ մենք էլ ունենանք, որովհետև մենք չունենք այդ հատկությունները կամ թույլ են զարգացած, մեկ էլ մի հատ մարդ ենք տեսնում, որ ունի, ու մենք ասում ենք, ինչ լավ կլիներ, մենք էլ ունենայինք այդ խիզախությունը, ուժը, չէ՞։ Այստեղ շատ հետաքրքիր պահ է։ Մեկ-մեկ մեր հերոսները նաև ոչ միանշանակ են լինում։ Օրինակ, վեհ բառը գիտեք, չէ՞։ Վեհ ինչ է նշանակում։ Որն է վեհը։ Հələ ազատ ասեք, ընդհանրապես մի մտածեք սխալվելուց։ Հպարտ, այնտեղ մեկը ասեց։ Ինչ։ Չէ՞։ Այնտեղ ոնց որ ինքնավստահ, ահա, իսկ վեհի մեջ վախենալու ինչ որ բան կա, որ դու վեհի հետ ես առնչվում, քեզ փոքր զգում ես, այսի շատ հետաքրքիր բան, երբ որ դու վեհի հետ ես առնչվում, դու քեզ փոքր ես զգում։ Տեսեք, ծովը կարա շատ սիրուն լինի, փոթորկվող ծովը արդեն վեհ է դառնում։ Դու քեզ ավելի պուճուր ես զգում։ Անտառը շատ սիրուն է, բայց հրդեհվող անտառը վախել ես առաջում։ Դրա համար երբ որ դու մեկ-մեկ իսկականից հերոսի ես հանդիպում, համ հիանում ես, համ էլ դու այնքան փոքր ես իր առաջ լինում, որ վախենալու զգացողություն է առաջանում։ Ու այսպես կերպար ենք սարքում։ Այս մի քիչ բայց շատ լուրջ տեղեր գնացի հեռու, բայց հիմա ամենահեշտ ձևով հերոս կսարքենք։ Ով կցանկանա գա բեմ։ Իմիջիայլոց вообще մի ամաչեք են ասենք կանգնած եմ, ոչ մի հետս տեղի չի ունենում։ Իրար հետ մի հատ հերոս սարքենք։ Մի քանի հոգի ով կցանկանա։
Եկեք։ Ահա, դու էլ արի։ 3-ով տե եկեք։ Այս հավես խաղա։ Եկեք հերթով ապրես որ եկար, ապրես։ Ասենց խաղեր են խաղում էլի, բա տենց։ Այո։ Եկեք, ահան։ Եկեք, սենց սիրուն կանգնեք, հեսա հերթով նայեք ինչ են կանելու, այս սենց կանգնեք, մի հատ սենց բոլորը թող հիանան ձեզնով, մեր սուպեր խիզախները, արի իրար հետ կանգնենք, ահա, այս ինչ լավ կատիկով շոր ես հակել, ահա, հիմա նայեք ինչ են կանում, քաշում եք իրեր, վերցրու, որն ուզում ես, ահա, վերցրու, կարաս ընտրես, վերցրու, և դու էլ վերցրու, հիմա նայեք ինչ են կանում, պիտի փորձենք ազատություն տալ մեր պատկերացմանը։ Միկրոֆոնը տալիս ենք իրեն, վերցնում ես։ Հիմա նայ, պատկերացրու, ով կլինի սրա տերը։ Սկսում ենք ասել. կինա, տղամարդա, բարձրահասակա, ցածրահասակա, հələ դավայ հորինենք։ Իմ կարծիքով սրա տերը կլինի տղամարդ, բարձրահասակ, թիկնեղ։ Ինքը ավելի շատ կլինի միստիկ ժանրի կերպար։ Ապրես, նա ինչ լավ ես, հիմա նայ, հերոսը մի հատ հետաքրքիր բան պիտի ունենա։ Այս իրը պիտի շատ թանկ լինի իր համար։ Ինչի է թանկ։ Հորինի։ Այս իրում իրա ուժն է թաքնված։ Շատ լավ։ Ու իրան այս իրը հասել է իր մայրիկից։ Ընտիրա։ Այսինքն համ հիշողությունն է, թանկ, համ էլ ուժն է մեջը։ Հիմա, որպեսզի հերոսին սկսենք ճանապարհորդություն, ինչ պիտի անենք։ Պիտի զրկենք այս իրից, գողանում են այս իրը, կորցնում է այս իրը, չգիտեմ, ինչ-որ բան է տեղի ունենում, ու հետո ամբողջ ճանապարհը պիտի լինի, որ ինքը այս իրը գա գտնի։ Ապրես, շատ լավ էր, եկանք քեզ, վերցնում ես, ասում ես քո պատկերացմամբ, ով է տերը։ Չար կերպար, բայց ավելի շատ թաքնված է, ինքը բարի է։ Այ ինչի է թաքնված, հələ ցույց տուր մի հատ բոլորն է տեսնեն դու ինչ ես վերցրել, ահա։ Ինչ-որ sense պապիկ է, բայց սա մի հատ հետաքրքիր բան ունի, դու նկատել ես, որ դու sense փոխում ես ինքը ագրավ է դառնում։ Ահա, հələ, ինչ կասես։ Ով է։ Տղամարդա, կինա։ Պապիկա, ահա։ Այս պիտի թանկ լինի պապիկի համար այս իրը։ Ինչի է թանկ։ Հասել է իր մահացած հայրիկից։ Okay, դրա համար հիշողություն կա դրա հետ կապված։ Լավ, ոնց է կորցրել կամ գողացել են արդյոք։ Ինչ ա եղել այս իրի հետ։ Փորձել են խլել, որովհետև այս իրը իր համար շատ թանկ է։ Ահա, okay։ Ու տենց սկսվում է մեր պատմությունը։ Լավ։ Եկանք քոնը։ Ահա, վերցնում ես, նա ցույց ես տալիս քո իրը։ Ահա։ Ինչ կասես, ով է։ Հələ արի հորինենք իրար հետ։ Չգիտեմ, ինձ թվում է տղամարդու իրը։ Տղամարդու իրը, ինչ ձև ես պատկերացնում այդ տղամարդու։ Բարձրահասակ, ցածրահասակ, ջղային դեմքով, ասես մորուք ունի իմ նման, թե չունի, ինչ ձև ես։ Ազատություն տուր մտքերիդ։ Բարձրահասակ, բարի։ Ահա։ Բարի։ Այս ինչ առավելություններ կունենա։ Ինչի ով է կարևոր այս իր այդ մարդու համար։ Ինձ թվում է իր համար սիրունություն կլինի եւ Ապրես, նոր սիրունության մասին էինք խոսում, չէ՞։ Մարդը պատրաստ է սիրուն բանի համար ինքնազոհության գնալ, չգիտեմ, հա, շատ լավ ասեցի, սիրուն է ուղակի, ու չի ուզում այս սիրունը, որ իրենից տանեն, ճիշտ է։ Կարա լինի։ Անուն կարող է հորինես։ Արամ։ Շատ լավ, թող Արամը լինի։ Ահա, եկանք քեզ, քոնը շատ հետաքրքիր, ինչ-որ միստիկ բան է, հələ ինչ-որ մատանիա քարերով, չգիտեմ ինչ է։ Ահա։ Ինձ թվում է սրա ստեղծողը աղջիկ կլինի։ Ահա, ինքը դաժե ստեղծողն է, ինքն է ստեղծել։ Շատ հետաքրքիր է, եւ սա իր կյանքի լավագույն ստեղծագործությունն է։ Ինձ թվում է այո։ Ահա, ուրիշ ոչ մեկի չունի այս աշխարհում։ Ունի մենակ սա։ Կարող է խոսել էլա կարողանում ես մատանին իր հետ։ Չէ։ Այդ օգնում էի քեզ։ Ապրեք, այս իրերը կարող եք գցեք այստեղ։ Հիմա սրա հետ կապված դուք արդեն նստում եք, շնորհակալություն։ Ես բացատրեմ, թե այս ինչ էինք անում ու ինչով է կարևոր։ Լավ։ Ահա, ապրես, նստեք։ Հիմա ամենակարևորը։ Այստեղ կարող է այդպիսի երջանիկ մարդ լինի, որ հասկանանք լավ էս ինչ էի անում, ինչի համար էի անում, ու ինքնանպատակ չէի մարդկանց խնդրել գային։ Կարող է այդպիսի երջանիկ մարդ լինի, որ սկզբից Հարի Փոթերի գիրքն է կարդացել, հետո կինոն նայել։ Կա դու այստեղ նստած մյուս մարդկանցից, ովքեր սկզբում ֆիլմն են նայել, հետո գիրքը կարդացել, երջանիկ ես ավելի։ Կարող ես ասել ինչու։
Հա, որովհետև ես սկզբում պատկերացրել եմ հերոսներին, հետո տեսել եմ ինչպիսին են ստեղծել ուրիշները։ Ապրես։ Սա շատ կարևոր է իրականում, որովհետև հաճախ մենք ֆիլմն ենք ինչ-որ բանի նայում, հետո մեկ է գիրքն ենք կարդում, ել դուք հնարավորություն չունեք այդ հերոսներին այդ ֆիլմի դերասանների դեմքերով չպատկերացնել։ Հիմնականում դուք հենց այդ դերասանների դեմքերով եք պատկերացնում։ Դուք ռեժիսորը գալիս է ձեր պատկերացումը ճնշում, դնում այսպես sense ուղղության վրա եւ դուք սկսում եք այդպես կարդալ։ Մեկ-մեկ շատ կարեւոր է, որ դուք ձեր պատկերացումը զարգացնեք, հատկապես ժամանակակից աշխարհում, երբ ամենաշատը վճարում են նոր մտքի համար։ Դրա համար այս վարժությունները եւ գրականությունը հատկապես շատ կարևոր է ոչ թե որ դուք ուղղակի գիրքը կարդաք եւ որովհետեւ գիրք եք կարդում, այլ որովհետեւ գիրքը կարող է զարգացնել ձեր պատկերացումը, իսկ եթե դուք ուզում եք ինչով էլ զբաղվեք վաղը, մեծ գումարներ վաստակել եւ հանրաճանաչ դառնալ, դուք պիտի նոր ինչ-որ բան առաջարկեք աշխարհին։ Այս նոր առաջարկողները մտածողներն են։ Կարող է դուք, չգիտեմ, գիրք եք կարդում, այդ ընթացքում են որ sense ինչ-որ մտքեր են գալիս, չէ՞։ Ու այդ մտքերը շատ կարևոր են, որտեվ կարող է դուք ինչ-որ հետաքրքիր իդեա ունեցաք, որը փոխում է այս աշխարհը։ Ուրեմն, ինչքան ChatGPT-ին եւ մյուս սարքերը գալիս են եւ մաքսիմալ քչացնում են ձեր պատկերացնելու հնարավորությունները, որտեվ ձեր փոխարեն շատ գործեր են անում, այնքան ավելի կարևոր է դառնում ձեր սեփական պատկերացումն ունենալը։ Գիրքը այս առումով, այո, գիրք կարդալը դժվար է, օրինակ ֆիլմ դիտելը ավելի հեշտ է։ Երաժշտություն լսելը ավելի հեշտ է։ Բայց դժվար ճանապարհների վերջում են նաև ստանում ինչ-որ մի բան, որ բոլորին չի տրվում։ Այն լավը, հերոսները, չէ՞, հələ բոլոր հերոսներին հիշեք։ Չի լինում, չէ՞ որ հերոսը առավոտյան տնից դուրս գա, մեկ է ճամադանով փող գլխին ընկնի ու ամեն ինչ լավ ավարտվի տենցել։ Դժվար ճանապարհներ պիտի անցնի։ Մենք էլ բոլորս մեր կյանքի դժվար ճանապարհն ենք անցնում։ Ու գիրք կարդալը կարող է լավ խթան լինել, որ դուք ոչ մեծամասնության նման գնաք ինչ-որ մի ուղիով, որի վերջում ինչ-որ թանկ բան եք ստանալու։ Ուրեմն գրականությունը այստեղ որ անում ենք մեկ-մեկ կարող է զարմանալի լինի, բայց հələ պատկերացրեք, վարժություն արեք մեկ-մեկ։ Օրինակ, չգիտեմ, քայլում եք ձեր տարածքով, նստարան եք տեսնում։ Օրինակ Դոստոևսկին հայտնի ռուս գրող այդպիսի վարժություններ էր անում։ Փորձում էր պատկերացնել իրենից առաջ ովքեր են նստել այդ նստարանին։ Դու ուղեղդ սկսում ես մարզել, որովհետև մեր այսօրվա աշխարհում հեռախոսների, հեռուստատեսության եւ այլն բոլորը քո պատկերացումը խլել են։ Ինչ են ասում։ Բացի սկսի ռիլերը թերթել, հեռուստացույցը միացրու նստի, դու համարյա ոչինչ չես պատկերացնում քո օրվա ընթացքում։ Օրինակ մի հատ հարց ձեզ տամ։ Քնելուց առաջ ինչ որ մեկը կա, որ շուտ է ուզում գնա պարկի, որ մի քիչ երևակայի պատկերացնի նոր քնի։ Բայց ես տենց էի անում։ Ես հիշում եմ, որ տենց մի 2 ժամ շուտ էի ամեն ինչ գործերս արագ-արագանում էի դասես, որ գնայի շուտ պարկեի, մի քիչ պատկերացնեի, նոր քնեի։ Իսկ դուր էր գալիս պատկերացնել, ինչ որ աշխարհներ էի սարքում, հետո այդ աշխարհները դուրս չէին գալիս, քանդում էի այդ աշխարհները։ Հասկանում եք, սա հնարավորություն է, որ դուք առաջին այն ամենասկզբում որ ասացի, կողքից ինքներդ ձեզ տեսնեք, որովհետև կարող է դուք շատ եք սիրում ձեզ, բայց մեկ էլ պարզվում է, որ ունեք թերություններ, որը պետք է հնարավորինս շուտ ուղղել։ Եվ երկրորդ, ավելի լավն եք դառնում ձեր շրջապատի հանդեպ, որովհետև երբ որ կարող եք նաև դիմացինի աչքերով պատկերացնել իրավիճակը, այդքան ջղայն չեք կլնում մարդկանց հանդեպ։ Մտածում եք, ես լինեի իր տեղը, մի հատ պատկերացնում էիք, ոնց որ թե դժվար է իրենց տեղը։ Մի խոսքով ինձ թվում է, ինչու էսպես եկա ու ամփոփեմ։ Հիշում եք ամենասկզբում խոսեցի school bullying ասվածի մասին։ Եթե մենք ավելի շատ պատկերացնենք, եթե մենք ավելի շատ կարողանանք դիմացի տեղը մեզ տնենք, մենք ավելի մի քիչ բարի կլինենք որպես հասարակություն։ Իսկ մենք հիմա ինձ թվում է ամենաշատը դրա կարիքն ունենք իրար սիրելու։ Ինչու հատկապես հերոս ընտրել եք Կատվին։ Շնորհակալ եմ շատ, հարցը շատ նուրբ ու շատ այսպես շատ հետաքրքիր, շնորհակալ եմ իրոք հարցի համար, որովհետև ինձ թվում է շատ դեպքերում, գոնե իմ պարագայում արվեստը զրկանքից է ծնվել։ Ես չեմ ունեցել կատու, բայց ես շատ եմ ուզեցել ունենալ։ Ինչ դժվարություններ կան գրող լինելու մեջ մեր օրերում, մեր դարերում։ Ապրես, շատ հետաքրքիր հարց է։ Ասեմ, տարեց տարի թվում է դժվարությունները ավելի քչանում են, որովհետև ես հիշում եմ մոտ 15 տարի առաջ, երբ առաջին անգամ դպրոց գնացի, ես այսպես խոսում էի, ինչպես հիմա եմ խոսում, եւ այդպես մի աշակերտուհի էր նստած, եւ ես ինչքան խոսում էի, ինքը գույնը գցում էր, ես ինչքան խոսում էի, ինքը այսպես սփռտնում էր, վերջում ինքը ասացի, հո վատ չեք զգում, ասաց,
ուղղակի կյանքում առաջին անգամ եմ կենդանի գրող տեսնում, ինձ թվում է իրանք բոլորը մահացած են։ Հիմա այդ հարցը, տեսեք, ոնց որ թե ոչ մեկին չի զարմացնում, որ ես մտա այստեղ, դուք չէիք մտածում, որ սև ու սպիտակ պետք է մտնեմ ոնց որ են նկարից։ Ձեր նման մեկն եմ, գրում եմ, դուք էլ կարող եք գրել, այսինքն սա ինչ որ մտերմություն է, փոխվել է ինչ որ բան։ Բայց մեծագույն խնդրեմը դեռ Հայաստանում հնարավոր չէ միայն գրելով վաստակել քո հացը։ Այդ է պատճառը, որ ես աշխատում եմ ամերիկյան համալսարանում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ես նաև հարակից զբաղվածություններ ունեմ, որոնք ինձ օգնում են, իհարկե դրանք հետաքրքիր են եւ ես սիրում եմ, բայց եթե ես ունենայի ընտրություն բացառապես մի աշխատանք կատարել եւ վաստակել դրա համար գումար, ես կընտրեի գրելը։ Սա հնարավոր չի դեռ Հայաստանում։ Եթե դուք չընտրեիք այս մասնագիտությունը, ինչ մասնագիտության մեջ ցես կտեսնեիք։ Անահիտ ջան, շնորհակալ եմ հարցի համար, բայց ինձ թվում է ես չեմ ընտրել այս մասնագիտությունը, ոնց որ թե ինքն է ինձ ընտրել, որովհետև ես շատ դեպքերում գրում եմ, բայց այդ գրելն անում եմ ոչ թե որովհետև այդ ամենը ինձ գումար է բերում կամ նմանատիպ ինչ-որ մի բան, այլ որովհետև ինձ թվում է ես առանց դրա այլևս չեմ կարող։ Օրինակ մի հարց տամ քեզ։ Եթե դու իմանաս, որ այս գիրքը մի մարդու կյանք փրկել է, արժեր է, որ այս գիրքը գրվեր։ Դե իմացի ես գիրքը իմ կյանքը փրկել է։ Դրա համար այսպեսին է մեր հարաբերությունները։ Ես նույնիսկ չգիտեմ, ես չեմ ընտրել այդ ամենը։ Եթե կարդում եք արտասահմանյան կամ գրքեր, հիմնականում ինչ ժանր եք նախընտրում։ Երևի վերջին շրջանում մի քիչ էգզիստենցիալիզմ, մի քիչ մոգական ռեալիզմ, բայց երևի ինչքան մեր կյանքի դժվարությունները շատանում են, հասկանում եմ, որ մեկ-մեկ պոզիտիվ գրքեր են մեզ պետք։ Կարող է տարօրինակ հնչի, բայց մեկ-մեկ վերցնում եմ ու տենց մանկապատանեկան գրքեր եմ կարդում ու ինքան հաճույքով եմ կարդում, որ շատ բարդ ծանր ինչ-որ փիլիսոփայական մտքեր չկան, հոռետեսական տրամադրություններ չկան, կարդալ մի փոքր ցրվելու համար առօրյա դժվարություններից։ Այսպիսի բաներ եմ անում։ Ասենք ձեր ամենասիրելի գիրքը, որը կարդացել եք։ Վայ Արտուր ջան, ես հենց իմ սիրած գիրքը ասեմ, այդ գիրքը ձեր տարիքի համար չի կամ այդ գրքերը։ Ինչքան էլ ես ասեմ հանգարց չգնաք կարդաք, դուք թարսի պես կգնաք այդ գիրքը կճարեք, հետո էլ կասեն, այս գրիգն եկել էր, այս ինչ խառը գրքեր ասում։ Դրա համար ես ոչ թե իմ ամենասիրելիները կասեմ, այլ գիրք, որը իրոք ես հավանում եմ եւ ինձ դուր է գալիս, որը նաեւ դու կարող ես կարդալ եւ քո տարիքակիցները։ Խորհուրդ կտամ կարդալ Սարոյանի, օրինակ Հայրիկ դու խենթես կամ Մայրիկ ես սիրում եմ քեզ։ Այս գրքերը ձեր տարիքի համար են, իրենք բարի են ու ավելի շատ կգնահատեք ձեր ծնողների հետ հարաբերությունները, նաև ձեր ընկերների եւ դպրոցական միջավայրը։ That's for William Saroyan, ամենաանշար բաներից է։ Այո։ Այսօր հանդիպեցինք արձակագիր Գրիգի հետ։ Շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ, որ այսպիսի հանդիպում եղավ։ Սա շատ լավ ծրագիր է եւ ես կցանկանամ, որ այսպիսի ծրագրերը շատ լինեն մեր հանրապետությունում։ Մեզ շատ հաճելի էր նրա հետ ծանոթանալը, հաճելի զրույց ունեցանք, ծանոթացանք իր գրքերին։ Այս տարում շատ լավ է, որ այդպիսի դասընթացներ շատ են լինում, որովհետև երեխաներն ավելի են մոտիվացնում, ավելի են ընթերցանությանը մոտ դասում։ Ինձ թվում է այս հանդիպումից հետո ես ավելի շատ գրքեր կկարդամ եւ ուշադրություն կդարձնեմ իմ ուսման մեջ։ Հաճելի է ծանոթանալ մեր երկրի ժամանակակից գրողների հետ։ Շատ ուրախ ենք, որ այս ամենը տեղի ունեցավ մեր դպրոցում։ Շատ ուրախ եմ, որ ներկա եմ գտնվել, շատ կուզեմ, որ հետագայում այսպիսի միջոցառումներ շատ լինեն։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Այս բան սև ու սպիտակ։ Լուսաբաց, թե մայրամոտ։ Ոչ մեկը։ Սուրճ, թե թեյ։ Սուրճ։ Ինքնաբուխություն, թե պլանավորում։ Պլանավորում։ Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ Երաժշտություն։ Որն է ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը։ Երևի Ֆրանց Կաֆկայի գրականությունը։
Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ Համակարգիչը։ Որտեվ համակարգչով եմ գրում։ Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ Երևի Աքսել Բակունցին։ Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ Երկուսն էլ ինձ թվում է։ Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ Իմ պատկերացմամբ ցավից, բայց դե ցավի մեջ սերել կա։ Ինքնին ցավի զգացողությունը, որ ունես, որ ինչ որ մեկին սիրում ես, որ այդ զգացողությունը կա։ Որն է արվեստագետի գերբնական ուժը։ Աթոռին ժամերով նստելու կարողությունը։ Որն է ձեր կյանքի կարգախոսը։ Իմ խոսքը չի, բայց երևի այս աշխարհը ինչ որ մի ուրիշ աշխարհի դժոխքն է։ Ինչ կանեիք, եթե արվեստով չզբաղվեիք։ Էլի այն ինչ որ հիմա անում եմ, քանի որ արվեստը ինձ չի հոգում, արվեստի իմ նյութական կարիքները։ Ես հետևաբար էլի դասախոսությամբ եմ զբաղվում, որպեսզի գումար վաստակեմ։ Ինչն է ավելի դժվար՝ խոսել, թե լռել։ Երևի լռելը բարդ բան է։ Որ զգացմունքն է առավել մոտ ձեր ստեղծագործությանը։ Ապրոմակցումը։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Չգիտեմ, վերջին ուղերձներ եւ միակ ուղերձներ չեմ սիրում։